պատրաստ շատ Այսօր այստեղ Արթուր Սարգսյանի 18 թարթարների սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել, խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է ազգային ժողովի աշխատանքներին մասնակցել, այլ նաև շարունակում են նրա բացակայությունից օգտվել, կեղծիք տարածել, սուտ տարածել նրան վերագրվող իբր արարքների հետ կապված։ Ու մեկ էլ Արթուր Սարգսյանի Բաքրատ Սրբազանի մյուսների դատավոր Ֆարխոյանի այսքան ամիս անօրինական որոշումները ճպտնում էր, կալանքները շարունակում էր, երբ որ այլևս էլ օրենքը թույլ չէր տալիս կալանք պահել, Բաքրատ Սրբազանին տվեցիր տնային կալանք, արդեն համարեցին նախկին։ Բոլոր դատավորները թող հիշեն, կօգտագործեն, երբ պետք եղավ կթողնեն մի կողմ։ Այս ամբիոնից, իմիջիայլոց, պարոն Ալեքսանյան, չեմ ուզում ժամանակ ծախսեմ, նորից հիմնավորեմ, կոչ կանեմ ձեզ, Սիվիկի լրագրողին, ամսի 21-ին, ժամը 11-ին, Բաքրատ Սրբազանի կեցավայր ուղարկել, որտեղ 18 հարցարների գործով փաստաբանների մամուլի ասուլիսներ լինելու, բոլոր հարցերի պատասխաններ կստանաք, կամ ընդմիջմանը Վարդևանյան Արամը շատ հանգամանալից կարող է բացատրել։ Այս ամբիոնից ուզում եմ այսօր անդրադառնալ, մեր գործընկերուհի Լիլիթ Գալստյանը շատ մանրամասն խոսեց, ավելացնելու բան չկա։ Ուզում եմ անդրադառնալ 3 անկյունակարային վտանգավոր հայտարարությունների, որոնք վերաբերվում են հայկական սփյուռքին։ Նախ այս ամբիոնից իմ լավ ընկերներ Արամ Համբարյանին, Մուրադ Փափազյանին, Գասպար Կարապետյանին ներողություն եմ խնդրում։ Ընկերներ, վստահ եմ, որ Արամը Համբարյան էլի ոնց եղել է կոնգրեսի պետդեպարտամենտի դռները բացելու է, բոլորը նրա կարծիքը հարցնելու են ու մեկը չի ասելու։ Գիտեք, Հայաստանի պարլամենտում Արման Եղոյանն ասեց մանդատը ուր է։ Մանդատ աշխատանքով են ձեռք բերում եւ ամերիկահայության աջակցությունը հայ դատի հանձնախմբին այդ մանդատն է։ Մուրադ Փափազյանը շարունակելու է, օրինակ մյուս տարի փետրվարին ամենամյա հայկական համայնքի Ֆրանսիայի նախագահի հետ ընթրիք է։ Մակրոնը չի գալու ասի, պարոն Փափազյան, մանդատը ուր է, ինչով է մանդատով։ Թեև ասեն դες, Մուրադը Փափազյան համաֆրանսիական հայության քվեարկության արդյունքում է, որ հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահն է։ Գասպար Կարապետյանը շարունակելու է չարքաշ աշխատանքը։ Այ օրինակ, երբ որ Գասպար Կարապետյանը նախաձեռնում էր 22 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբրիո Մոսիմա Կաստալդոին եւ Եվրոպարլամենտի падգամավորների կազմակերպեց ուղարկեց Հայաստան, Արմանն Եղոյան հպարտությամբ ընդունում է, Եվրախորհրդարանի փոխնախագահը չէր ասում, պարոն Կարապետյան, մանդատ ունես, որ հիմա մեզ կազմակերպում ես, որ գնանք Հայաստան։ Գիտեք, իմ գործընկերները ինձ շատ հաճախ մեղադրում են, ասում են պատմական փաստեր ես բերում, հերիքա, բայց ասեմ ձեզ, իմ քաղաքական հայացքները, իմ աշխարհայացքը, ամեն ինչը հիմնված է պատմության դեպքերի վրա։ Եվ չեմ պատկանում են մարդկանց, ինչպես բոլոր դաշնակցականները, որ ենթադրենք մի օր շեֆն ասի պետքա Արցախ բառը չօգտագործես, մենակ Ղարաբաղ, հանգած Լեռնային Ղարաբաղ էլ չասես, բոլորը միաբերան ասեն։ Մի օր ասեն անկախության հռչակագիրը գովա, մի օր ասեն կոնֆլիկտատինա, բոլորը միաբերան ասեն։ 2006 թվականի աշունն էր падգամավոր է Ստամբուլում մամլո մեծ համաժողով էր։ Աշխարհի խոշորագույն համաժողովներից մեկն էր։ Առաջին անգամ հայտնում եմ Ստամբուլում, բայց հասկանում եմ, որ լավ, ուղղակի մասնակցությունը նորմալ չէ։ Եվ առիթ եղավ Էրդողանի աչքերին նայելով խոսեցի հայոց ցեղասպանությունից։ Մանրամասն թուրքական բոլոր կայանները ուղիղ եթեր էին տալիս։ Իր առաջին արձագանքը գիտեք ինձ ինչ եղավ։ Դու սփյուռքի ազդեցության տակ ես։ Ու իրականում այս տարիների ընթացքում Թուրքիայի խոսույթի մեջ ամենամեծ հակառակորդը տեսել է սփյուռքը, որտեղ գիտակցել են հզորությունը, որ ունի հայկական սփյուռքը եւ սփյուռքի կառուցված մասերը։ Խոսում եմ Մուրադ Փափազյանի մանդատի։ Նայեք,
Տրթատը կարող է հիշի, թուրքագետը։ 90-ականներին Թուրքիայում մեծ սկանդալ եղավ, հետաքննություն եղավ, մի մեծ թղթածրար մշակվեց վարչապետի համար, այդ օրվա Յիլմազի համար, որը նաև հետո հրատարակվեց։ Մի բաժին կա Թուրքիայի գաղտնի ծառայությունների, Եվրոպայի Թուրքիայի մաֆիայի պարագլուխ Աբդուլլա Չատլի համագործակցությունը ընդդեմ հայկական թիրախների 80-ականներ, երբ որ մահափորձեր են արել, այդ Մուրադ Փափազյանի հոր մեքենայի տակ 85 թվականի մայիսի 1-ին ռումբ են դրել, ֆրանսիական անվտանգության մարմինները կասեցրել են, գնդակոծվել են դաշնակցության գրասենյակներ, հուշարձաններ, ու այսքանից հետո Էրդողանը հանգիստ ոտին գցած արդեն նստելու է, ինքը հանգիստ է, Սփյուռքի մասին կարա չխոսի, Հայաստանի ազգային ժողովում խոսում են, իրականում տասնամյակներով հայ ժողովրդի ուժականության աղբյուրը եղել է եռամիասնությունը, Հայաստան, Արցախ, Սփյուռք, Արցախի գլուխը կերան, և տևական ժամանակ է փորձում են Սփյուռքին կտրել հայրենիքից, փորձում են Սփյուռքին նսեմացնել, փորձում են Սփյուռքին պառակտել, որը ինքնին հայկական ուժականության պառակտումն է։ Իրականում Սփյուռքի պատմության մասին ժամերով կարող եմ խոսել, թե ոնց ձևավորվեց, ոնց ցեղասպանությունից, Հայաստանի անկախության կորստից հետո հայկական գաղթօջախներում ստեղծվեց պետություն պետության մեջ, մշակութային, կրթական, մարզական, գիտական, ամեն տեսակ հարցերով։ Եվ այդ հարցում, այո, հպարտությամբ ասում եմ, անգնահատելի է դերը դաշնակցության։ Հիմա տեղյակ եք չէ, Կիլիկիայից հայությունը, որ եկել է մերձավոր արևելք, թրքախոս է եղել։ Դաշնակցության որոշմամբ է, որ երկար աշխատանքի արդյունքում հայությունը վերադարձավ մայրենի լեզվին, որ ասում եք Սփյուռքի մանդատը հասցեն, Հալեպում 2010, 11, 12, 13 թվականներին իսլամ ահաբեկիչները քաղաքի վրա են հարձակված, հայկական թաղամասերը, բա գիտեք ոնց էին պաշտպանվում, 70-ականներին և Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր, հայկական թաղամասերը բա ոնց էին ապահով, ու մինչև հիմա լիբանանյան բոլոր քաղաքական ուժերը հարգում են դաշնակցությանը դրա համար։ Գիտեք, կեղծ թեզ հայություն և Հայաստան։ Սիլվա Կապուտիկյանը մի հուշագրություն ունի խճանկար հոգու և քարտեզի գույները։ Մի դրվագ կա, Լիբանան է գնացել, սովետական միությունից պատկերացրեք այդ քաղաքական անտագոնիզմը հայտնվել է դաշնակցության հովանավորած դպրոցում։ Ու ասում է աշակերտները, որ պետք է բանաստեղծություն արտասանեին, բեմի վրա մի հատ քար էր դրած, գալիս կանգնում էին այդ քարի վրա, նոր բանաստեղծություն էին արտասանում։ Հարցրեցի, ես ինչ քար է, ասեցին հայրենիքից բերած քար է։ Սա է Սփյուռքը։ Ցավոք սրտի 18-ից այս իշխանությունը այն բոլոր ազգային միասնական կառույցները, որը Թուրքի թշնամու աչքի փուշտն էին, նաև թիրախավորեցին Սփյուռքը։ Սփյուռքի այն բոլոր ավանդական կառույցները շրջանցելով, անհատական էս կամ այն մարդու հետ հանդիպելով, համարեցին, որ կարող են ազդեցություն ունենալ Սփյուռքում։ Ալխազ Ղազարյանը այստեղ նստած է, միասին Բուլղարիա են կայցելել միշտ խորհրդարանական պատվիրակությամբ, խորհրդարանի բուլղարացի ամբողջ ղեկավարությունը նստած է, ու բոլորը խոսում էին դաշնակցության մասին, անցյալի մասին և ներկայիս մասին։ Էդ է կապիտալը, էդ է մանդատը։ Իդեպ ասեմ, որ աշխարհի տարբեր համայնքներում ազգային իշխանությունները ընտրություններով են ընտրվում։ Նույն Պարսկաստանում պարսկահայությունը քաղաքացի առ քաղաքացի ընտրություններով է, որ վարչություն է ընտրվում։ Տարբեր երկրներում դա բոլորը տեղի է ունենում ընտրություններով։ Ցավոք սրտի ժամանակս քիչ է, բայց մի բան, մի օրինակ եմ ուզում ասեմ։ Սիրիայում Արամ Մանուկյան դաշնակցության կենտրոն կա, որտեղ մի ռեստորան կա, անունը Սպիտակ։ Գիտեք ինչի համար է Սպիտակ։ Այդ չենք սկսել են սարքել մինչև 88 թվականը։ 88 թվականի երկրաշարժը որ եղել է, ինչպես բոլոր հայկական գաղութներում, իրենց բոլոր ծրագրերը կասեցրել են։ Դաշնակցության այդ կենտրոնի կառուցումն են կասեցրել եւ ամբողջությամբ փարվել են հայրենիքին։ Երբ որ այլևս ավելի հանդարտ է եղել ու շարունակել է շինարարությունը,
ուղղակի իշատակ դրա սպիտակի երկրաշարժի։ Այդ հավաքատեղին կոչվում է սպիտակ։ Շնորհակալ եմ։ Նազելի Բաղդասարյան, պատրաստվում Արյան Նաղարաման։